երբ որ բոլորս մեկ սրտով հավաքվում ենք, մեկ նպատակի համար, որ միասին Աստծուն պաշտենք։ Ամեն։ Հալելույա։ Ծանծարկեք ժողովուրդներ, ծանծարկեք ցնծությամբ, ծանծարկեք ուրախությամբ, դուք Աստծո զավակներ, ծանծարկեք ժողովուրդներ, ծանծարկեք ցնծությամբ, ծանծարկեք ուրախությամբ, դուք Աստծո զավակներ, նա մեր վահանն է, մեր ասպարն է, սուրն է մեր հաղթության, հարությունն է, սրբությունն է, ճամփան է փրկության, նա մեր վահանն է, մեր ասպարն է, սուրն է մեր հաղթության, հարությունն է, սրբությունն է, ճամփան է փրկության, թող գոռան մեծ ծովերը, ծանծարկեն ցնծությամբ, Տերն է մեր ապավենը, դրախտ է մեր ապագան, թող գոռան մեծ ծովերը, ծանծարկեն ցնծությամբ, Տերն է մեր ապավենը, դրախտ է մեր ապագան, նա մեր վահանն է, մեր ասպարն է, սուրն է մեր հաղթության, հարությունն է, սրբությունն է, ճամփան է փրկության, նա մեր վահանն է, մեր ասպարն է, սուրն է մեր հաղթության, հարությունն է, սրբությունն է, ճամփան է փրկության, ճամփան է փրկության։ Ամեն, նա մեր վահանն է, նա մեր ասպարն է։ Եկեք միասին փառաբանություններ բարձրացնենք դրան այս երգով։ Կերքեմ օրհնություններ քեզ, ով Տեր, օրհնություններ քեզ, ով Տեր, քանզի մեծ ես դու և մեծության արժան, կերքեմ օրհնություններ քեզ, ով Տեր, օրհնություններ քեզ, ով Տեր, քանզի մեծ ես դու և մեծության արժան։ Եկեք ասենք երգեմ մեծ անվանդ փառ, երգեմ մեծ անվանդ փառ, ով Տեր, մեծ անվանդ փառ, ով Տեր, քանզի մեծ ես դու և մեծության արժան, երգեմ մեծ անվանդ փառ, ով Տեր, մեծ անվանդ փառ, ով Տեր, քանզի մեծ ես դու և մեծության արժան, քանզի մեծ ես դու և մեծության արժան։ Այո Տեր, քեզի պաշտում ենք քո տաճարիդ մեջ, քո սրբությանդ մեջ, դեպ դու արժանի ես, տալիս ենք քեզ
ամբողջ մեր սրտի փառաբանությունները, մեր սրտի գոհությունները, որտեղ դու արժանի ես։ Լեցրուր իմ անձը Տեր քո սուրբ հոգով, լեցրուր ներկայությամբ կյանքս բոլոր, թող սիրտս լինի քո սուրբ տաճարը, ուր որ հոգիդ հաճեպնակվե Սուրբ տաճարը, ուր քո հոգին հաճեպնակվե, ապագում եմ տեսնել քո փառքը, մեծության առջև հոնարվելով պաշտել, կրկին լեցրուր Տեր այս տաճարը սուրբ հոգով, ապագում եմ տեսնել քո փառքը, մեծության առջև հոնարվելով պաշտել, կրկին լեցրուր Տեր այս տաճարը սուրբ հոգով, կրկին լեցրուր Տեր այս տաճարը սուրբ հոգով, կրկին լեցրուր Տեր այս տաճարը սուրբ Այով Տեր, լեցրու այս տաճարը քո սուրբ հոգովդ, լեցրու մեր անձերը քո սուրբ հոգովդ, ուզում ենք Տեր քո փառքը տեսնել։ Հալելույա։ Ուզում ենք Տեր քո փառքը տեսնել։ Քանզի Տեր բարձրես ամբողջ աշխարհից, դու մեծ արված ես Տեր ուրիշ տերերի, քանզի բարձրես ամբողջ աշխարհից, դու մեծ արված ես Տեր ուրիշ տերերից, մենք մեծարում ենք քեզ Տեր, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, ով Տեր, մեծարում ենք քեզ,
մեծարելու հավեր Փառքն ու պատիվը քեզ օրացներ Փառքես, փառքես, փառքը թող քեզ լինի մեծարելու հավեր Փառքն ու պատիվը քեզ օրացներ Փառքես, փառքես, Սուրբ Հոգի քեզ գոհություն որ տվել ես մեզ օրհնություն Սուրբ սիրով լեցրել ես մեզ որպես հավես սիրենք քեզ Փառքը թող քեզ լինի մեծարելու հավեր Փառքն ու պատիվը քեզ օրացներ Փառքես, փառքես, փառքը թող քեզ լինի մեծարելու հավեր Փառքն ու պատիվը քեզ օրացներ Փառքես, փառքես Զորությունով պիտի ուրախանա Ողորմությունով պիտի ցնցան Քանզի դու ինձ ապավեն եղար Եվ նեղության օրն ապավեն Շնորհակալ եմ Շնորհակալ եմ քո սիրո համար Շնորհակալ եմ Շնորհակալ եմ Շնորհակալ եմ Շնորհակալ եմ քո սիրո համար Շնորհակալ եմ Զորությունով պիտի հաղթանակեմ Ոտուչամ դզոր մի ցնցան Քանզի դու իմ աղթության երգն ես Եվ ես պարքից պարք կընթանամ Զորությունով պիտի ուրախանամ Ոտուչամ դզոր մի ցնցան Քանզի դու իմ աղթության երգն ես Եվ ես պարքից պարք կընթանամ Շնորհակալ եմ Շնորհակալ եմ Շնորհակալ եմ քո սիրո համար Շնորհակալ եմ Շնորհակալ եմ Շնորհակալ եմ Շնորհակալ եմ քո սիրո համար Շնորհակալ եմ Շնորհակալ եմ քո սիրո համար Շնորհակալ եմ Հալելույա, անցնենք այսօրվա թեմային, արթուն կացեք, այս թեման եմ ուզում այդտեղ հետ կիսվեմ, կարթունելել այսինքն ինչ, արթնության հետևանքն ինչ է, եթե խոսում ենք արթուն, այսինքն մի մասայով պետք է արթուն մնանք աղոթենք, մարմնայինը, բայց ավելի շուտ հոգևոր խորը խոսք է, որ խոսում է, այդ խորհուրդ այսինքն ինչ, Տերոջ խոսքը Տեր Հիսուսը որ ասավ արթուն կացեք միտքն ինչ էր, արդյոք ես ու դու արթուն ենք և ինչպես կարելի արթուն լինել այս ամբողջ թեմաներն որ Տերոջ խոսքից կկիսվենք ձեզ հետ և ես կուզեմ ձեզի մղեմ որ ավելի նվիրվելով Հիսուսին այդ արթուն կացության ներսին ելնեք Տեր Հիսուսը տարբեր ձև ու կերպերով խոսեց որ միշտ աղոթեք հարատև աղոթեք, արթուն կացեք, աղոթեք, որ փորձության ներսը չանցնեք։ Պողոս առաքյալը տարբեր թուղթերի ներսը անընդհատ շեշտում է, որ միշտ աղոթեք, արթուն կացեք։ Եվ այդ ձևով մենք ուզում ենք ավելի այս թեման ավելի Աստծո խոսքից։ Տեսնենք ինչ է, եւ մենք փոքր մեզ քննենք, արդյոք արթուն ենք, արդյոք թույլ ենք տալի աշխարհիկ խնդիրները մեզի զբաղեցնեն, տարվել ենք դրանցով, Կավ ջերմերանդությունով, մենք սիրում ենք Տերոջը նրան պաշտում ենք, նրան հետևում ենք եւ ուզում ենք նրան փառավորենք։ Հալելույա։ Թույլ տվեք մի մաս Տերոջ խոսքից այնպես ուղղությամբ նայենք։ Մատթեոս ավետարան, ուրեմն 26-րդ գլուխ 41 համար։ Թույլ տվեք ոտքի կայնենք։ Տեր Հիսուսն ասավ արթուն կացեք եւ աղոթ կարեք, որ փորձության մեջ չմտնիք։ Հոգին օժար է, բայց մարմինը տկար։
Տեր Հիսուսը բարձորեն այս ասավ, այն գիշերը, որ ինքը Գեթսեման այգում էր, ինքը աղոթում էր, դիմացը խաչն էր պատրաստվել, եւ Տեր Հիսուսը ջերմերանդությունով աղոթում էր, որտեղ իմանում էր, որ խաչի դիմաց պետք է անձնազոհություն ունենա, իր կամքից անցնե եւ ամբողջապես նվիրվե Աստծո կամքին։ Դրա համար որ կարողանա այդ անի եւ ամեն մասամբ կատարյալ ելնի ու թերի չգտնվի, կարիք էր աղոթել։ Այսինքն մարդը իր որոշումով ու իր ուժերով չի կարող Աստծո կամքը կատարել։ Կարիք ունի Աստծո օգնության եւ կարիք ունի Սուրբ Հոգու զորությանը, Սուրբ Հոգու քաջալերությանը, Սուրբ Հոգու ներշնչումին, որ այդ կարողությունը ստանա, հոգեվոր կարողությունը ստանա, որպեսզի կարողանա Աստծո կամքը կատարել։ Դրա համար աշակերտներին ասա, արթուն կացեք աղոթեք։ Եվ ինքը գնաց, ասում աղոթեց, հետ եկավ, ասում մեկ ժամից հետո, հետ եկավ, տեսավ քնած էին։ Կարող եք երևակայեք Հիսուսը դեպի խաչ էր եթում, խաչը սարսափելի մատ վիճակ էր Հիսուսի համար։ Ամբողջ աշխարհի մեղքը վեր էր առնում, թե մարմնային տանջանքեր, թե մատ հոգևոր ծանր կացություն էր։ Եվ Հիսուսը տեսնելով ավելի կպնում էր աղոթելու։ Մեկ ժամ աղոթքից հետո հետ եկավ, տեսավ Պետրոսը եւ աշակերտները քնած են։ Եվ իրանց շեշտավ, ասավ, որ արթուն կացեք, որ փորձության ներս չընկնեք։ Այսինքն, երբ որ չաղոթես, կգա կասկածներ, կգա ուսատություն, կգա երկմտություններ եւ հատկապես կգա այն կացությունը, որ դուք չեք կարող ձեր ուժով հանդեպ ինձ հավատարիմ մնաք։ Եվ դրա համար կարիք ունեք, որ աղոթեք, որ Սուրբ Հոգին ձեզ զորացնի, Տերից զորություն առնեք։ Աստծո խոսքը, որ նայում եք տարբեր տեղերում, մեկը գրված է, որ Դավիթը թշնամիներն արձակվեցան ամբողջ իր ունեցվածքը, ընտանիքը, իր զորքի ընտանիքը ամենը կողոպտան գնացին, եւ Դավիթ երբ եկավ այդ տեսարան, տեսավ խորը հուսատության ներսը բռնված էր։ Եվ այնից, որ իր շրջակայքի մարդիկը Դավիթին մեղադրելով, ասել քո մեղքը տա, քո պատճառով մեր ամբողջ ընտանիքը ունեցվածքը կրակի հանձնվե։ Եվ ասում է մոտ էր արդեն բարկությունից Դավիթին քարկոծեին։ Դավիթն ուներ իր հոգսերը, ուներ իր շրջակայքի ղեկավարության հոգսը եւ նրանց մտահոգությունը, նրանց ասած ջղայնությունը կրելու։ Եվ ասում է ինքը իրան Տերով զորացրավ, մտածավ ով իմ Աստված, դու որ տարբեր ժամանակներ ինձ օգնել ես, դու որ նեղությունների ներսը միշտ իմ պաշտպանն ես եղել, հիմա կարիք ունեմ քո շնորհքին, որ դու ինձ զորացնես։ Եվ այդպեսով մտածելով ասում է Տերոջմով զորացավ եւ վեր կացավ նրանց կրկին ղեկավարեց եւ գնաց եւ ամբողջ թշնամուն, որ իր ամբողջ ունեցվածքը կողոպտել էին տարեն, նրանք հետ առներու, նրանք էլ ամբողջ ուրեմն վրեժի ենթարկվեցին։ Տեսնում ենք, որ Դավիթը իրան Աստծով զորացրավ։ Հիմա Տեր Հիսուս աշակերտային նույնն ասում, ասում աղոթեք, եթե չաղոթեք պակաս կբերեք։ Եվ հենց այդ էր, որ Պետրոս աշակերտներ, երբ որ այդպեսի տխուր, բռնված, հուսահատ սպասում էին, որ Հիսուսը մա դրչակավոր, թագավոր ելնի կամ ղեկավար ելնի, բայց հիմա խոսում է մահի մասին եւ ասեն սպասում են, որ արդեն այնպես որ հрьяաների առաջնորդներ կգան եւ Հիսուս դեպի խաչա գնում։ Այնքան տխուր էին, որ բոլորովին չէին կարողանում վիճակը հասկանային։ Եվ այդպեսով մռայլ ու տխուր ու բռնված էին։ Եվ Հիսուսը ասում էր կարիք ունեք աղոթելու, որ երկնային զորությունը գա։ Տեսեք, երբ որ մենք նայում ենք այդ տեսարանին, Հիսուս դեպի խաչա գնում, հիմա 2000 տարի անցել է, չէ՞։ Նայում եք Պետրոս հետ ինչ գործեր արակ, Հիսուսին մենակ թողակ, պետք է իր կողքին կայնեիք, աղոթեիք եւ իրան դավանեիք եւ ձեր դիրքը պետք է ավելի խիստ ու ուժեղ ու կայուն ելներ։ Բայց դուք հանգիստ ուրացաք։ Հետո Պետրոսն էլ երբ որ այդ մթնոլորտից դուրս եկավ, ասավ, մենք ինչ սարսափելի գործ արեցինք եւ արտասուքով վերադառնում էր դեպի Տերը, Տերից ողորմություն էր խնդրում։ Այսինքն տեսնում էր, որ ինչ ահռելի գործ արել, Տերոջը ուրացել է։ Հիմա ինչ եմ ասում, շատ ժամանակ մենք մթնոլորտի ներսը կանք, այդ մթնոլորտին ենթարկվելով շատ գործեր ենք անում, որ եթե Աստծո զորությունը գա, այդպես չենք անի։ Երբ որ Աստծո ներկայությունը մեր կյանքում լինի, այդպեսի տկար չենք գտնվի։
Եվ այդ մեր հիմակվա կացությունը, որ այսպեսի երբեմն քաշքշոցներով ենք, մտահոգությունները մեզ խանգարում են, մեր հավատքը հաստատ չենք պահում, մեր աղոթներն ապակասում, եկեղեցի չեն գալիս, Սուրբ Գիրք չեն կարդում, երկնքի հետ երբեմն կապները շատ նսեմացած է, երբ որ այդ մթնոլորտից դուրս գանք եւ Աստծո ներկայություն որ գալիս է մեր կյանքով, հերի մետպես մտածում, հերի մետպես տկար որոշումներ անում։ Եվ դա որ մենք կարիք ունենք աղոթենք, որ երբ որ այդ բացասական կացություններն է գալի, մենք կարողանանք դրական քայլեր վերցնենք։ Տեսեք, արթուն չելեն, այսինքն մեկը որ չի աղոթում, Աստծո խոսքի հետ այդպեսի կապ չունի, Աստծո խոսքի զայտություններ չի առնում, ջերմերանդություն չկա իրան, ոգևոր տաքություն չկա։ Եկեղեցի երբ ժամը լավ կեթա։ Երբ ես խորապես խորացի Աստծո խոսքի վրա։ Եվ ինչքան է ժամ տալի Աստծոն։ Աստված ինչքան քո կյանքում դեր ունի։ Այդ ամբողջ ցույց է տալի, որ որքան դու արթուն ես։ Եվ երբ որ մենք անընդհատ Աստծո ձեռանում ենք, բռնվում ենք աշխարհիկ խնդիրներով, արդեն կասկածներն ա գալի, տարբեր բացասականություններ մեր սրտում մտքում ցանվում է, մենք մատ կացության ենք եկել, որ ճիշտ կարծես հոգևորապես թմբրում ենք, թմբրած ենք, քնած ենք, եկեղեցին, Աստծո արքայությունը, աղոթքը, հոգևոր կապը Հիսուսի հետ շատ նսեմացած է։ Ես տարիներ առաջ մատ քաղաք էր Պարսկաստանում Քերմանշահ քաղաք ընդդեմ ծառայում էին, այդտեղում մոտ 20-30 հոգի սկզբում ունեինք, սրանք այնքան սիրով հանդեպ Աստծոն լեցված էին, որ հրաշալի մեկերն էին։ Օրը 2-3 հատ ժողով էինք ունենա։ Միջև երբեմն գիշերը ուշ ժամանակ 10-11 տարբեր ժողովներ ենք ունենում, աղոթներ ենք ունենում։ Ես երթում եմ դե մի օր գնացել իմ առաջի օրը, սպասում էին, որ 10-ին առաջի ժողովը ծրագրեինք ունենալու։ Տեսամ երեխեքն եկել են այն սենյակը, ուժեղ աղոթներ կա։ Ճվում են, որոշները բարձր աղաղակում են, ասան երեխեքն դեղ աղոթում են, մեկը տեսիլք է տեսնում, մեկը մարգարական խոսք ունի, այնեց աշխուժություն կար ընդդեմ, սպասում են Տերոջը փառքը հայտնվե, եւ որոշները Հիսուսին տեսիլքում տեսնում էին, ուրախությունից ճվում էին, Տերոջը փառաբանում էին։ Այսինքն այդ խումբը այնքան աշխուժ ու տպավորված էին, այդտեղում աշխուժություն կար, կյանք կար, թարմություն կար։ Եվ երբեմն այդ աշխուժությունը կարծես մեր կյանքում առնվել է։ Եվ այդ կացությունը, որ մենք պետք է ճիշտ ուրախությունով վազենք եկեղեցի գալի առաջի շարքերը նստենք։ Եվ սպասենք աղոթքով Տերոջ խոսքը քարոզվի։ Եվ սոված ու ծառավենք Տերոջը, ես տունում աղոթել եմ, օրինակ ամեն մեկիս կողմից եմ ասում, ծառավով, սովածով եկել եմ, ըստ ուզեմ ուրիշների օշության պատճառնել եմ, եկել եմ միասին Աստծուն պաշտենք։ Մենք պետք է ունենանք այս ջերմերանդությունը, մեզանում այդ եռանդը պետք է լինի, ոչ մի բան չխանգարի մեզի։ Մենք գալիս ենք Աստծո ներկայությունը, իր փառքը տեսնենք, իր ներկայությունը տեսնենք, իր բժշկությունները տեսնենք, աղոթքի պատասխան առնենք։ Ես պատահ ժամանակ ինքս խնդիրներ ներս իր ձեռքը տեսում, հիանում եմ, ասեմ Տեր, այդ խնդիրը, այդ գործը, որ դու ցույց ես տալի, կասես շատ կարևոր է, քան թե այդ աղոթքի պատասխանը։ Այդ պատասխանը որ կա, ինչ որ կա, ինքն ըստիքյան այդքան կարևոր չի, քան թե որ դու ցույց ես տալի ինձ հետ ես, քո ներկայությունը փաստում ես ինձի։ Այդ ինձ համար սուրբ է, թանկարժեք է։ Եվ Տերն ուզում է դա մեզ հայտնի։ Տերն ուզում է մեզի ցույց տա, որ ես քեզ հետ եմ, ես մեզ զգաս պահի։ Չի ուզում եք տարվենք աշխարհքով։ Նա նախանձավոր Տեր է, քեզի նախանձով սիրում է, իր կյանքի գնով է քեզ ձեռք բերե։ Եվ այդ որ չի ուզում դու տեսնի զբաղված ես աշխարհիկ խնդիրներով, աշխարհիկ կյանքով, աշխարհիկ փողերով, աշխարհի հաճույքներով։ Ուզում է դու ուրախ ելնես, հաճույք ունենաս, երջանիկ ելնես, բախտավոր ելնես, բայց նույն պահին քո կապը Տիրո հետ սերտ ու հարազատ ու մտերիմ լինի։ Նրա ձեռքը կարճ չի քեզի օրհնե, քեզի բարձրացնե, քեզի բուժե, իր փառքը քո կյանքում հայտնե։ Բայց մնում է քեզ, որ ինչքան ընդունակ ես, ինչ հոգեբանությունով ես իր ներկայությանը գալի։ Եվ ինքն ուզում է իր սերը քեզի կրկին եւ կրկին հայտնե, եւ քեզ ասի զավակը, սիրելիս, անունով քեզ ճանաչում է։ Ասում իմ հարազատս, ես ուզեմ դու երջանիկ ու բախտավոր ելնես, ես քեզ համար ապակայեմ պատրաստի փառավոր։ Եվ այդ Տերը, որ մեռելների զարություն առավ, աշակերտների թերություն իրենց երեսի չբերավ,
Առաջի գործը որ արավ կանանց հանդիպավ, ասավ գնացեք իմ եղբայրներին ասեք որ Գալիլեայում ինձ կտեսնեք։ Օ ինչ հրաշալի։ Պետրոս ամանչում էր նայեր Հիսուսին, բայց Հիսուսը բոլորովին չէր տեսնում նրա խնդիրը, նրա թերությունը, որտեղ սիրում էր իրեն։ Եվ սերը խնդիրների թերությունը ծածկում է։ Եվ Տերը այդպեսի մեզ սիրում է։ Հալելույա։ Նա սեր է, սիրո աղբյուրը, աշխարհին, ապստամբ աշխարհին սիրում է։ Հիմա որքան ավելի շատ մեզ, որ իր որդու արյունով գնել է, մեզ սիրում է։ Եվ դրա համար մեզի մղում է, մեզի դրդում է, մեզի քաջարում է, Սուրբ Հոգու գործը մատ գործերից դա է, որ անդադ մեզ մղում է, որ ավելի նվիրվենք իրեն։ Եվ երբ որ մենք էլ սերով, ջերմերանդությունով նվիրված Հիսուսին աղոթում ենք, ասած անսպասելի չի, որ հրաշքներ մեջտեղ գա, տեսիլքներ մեջտեղ գա, մարգարական խոսք մեջտեղ գա, Տերը ձեր բերանով խոսե, Տերը ձեզ հետ խոսե եւ իր փառքը ձեր մեջ հայտնե։ Եվ կարող եմ հիշեմ այդ խումբի ներսը, երբ որ մեր խումբ պատրաստ էին մկրտվելու, ուրեմն մատ տոնում իրանք մեծ ասած ծաղկանոց ունեին, համարյա թե այս բեմի կեսի չափով տեղ էր։ Սրանք որոշվել էր պետք է մենք ավազան ունենք, որ մկրտեինք, որտեղ ամեն ինչ ծածուկ էր ու պետական ճնշումներ կար։ Ես այնց էիմ գնացին դե, որ 6 ամիս առաջ բերանացի հանդիպել ենք, ասել ես Քրիսմասից քանի օր անցնի ես կգամ Քերմանշա, որ պետությանից մարդիկ չիմանային։ Ուրեմն ծածուկ են գնացին դե ծառայում էին եւ սրանք էլ ամբողջ վտանգը կար, ընտանիք էին մարդկին, աղջիկ մեծ փոք գալիս էին։ Ընդդեմ որ մկրտություն ունեինք, մեր 10-12 քիպտա մկրտեինք, մատ այսքան տեղ էր, գիշերով սրանք աղյուսներ բերան, սեմենտ բերան, պատ քաշեցին այս չափով, հետո ջուր գցան միջև առավոտ, որ էդիկ լեցվե, որ մկրտություն ունենանք։ Կարող է երևակայք պատը լավ չէր քաշվի, որոշ տեղերի ջուրը հոսում էր, այդ սենյակը ջուրի տակով էր կամ հետո որ մկրտում էինք մարդիկ ջուրից դուրս էին գալիս, շորեր լրիվ թած քայլում էին, պետք է մինչև ննջարան այդ այն տունը ջուրի տակով էր, սրանք ուրախությունով երկնային տեսարանին ստեղծե։ Եվ այդ ջերմերանդությունն է թանկարժեք է։ Եվ ես հիշում եմ այդ ժամանակ գալու ժամանակ պետական խնդիրներ էլ մեզ բռնան, տարեցին մետեղ որ ընդդեմ ճիշտ պահանջներ կա, խնդիրներ կար, այստեղով հրաշալի ներկայությունը կար։ Մեր ամբողջ աղոթներ, որ աղոթել ենք խնդիրները փոխվեց ու ազատվեց ու եւ դրանք չկարողացան հասկանային, որ մենք այդտեղ մկրտություն ունեինք կամ ուրիշ խնդիրներ։ Աստված դրանց աղաչքեր կողպել էր, որտեղ Աստծո ներկայությունը կար, հրաշալի գործեր պատահում էր։ Եվ այդ որ մեր կյանքն էլ այդպես պետք է լինի, սիրելիս։ Պետք է մենք այդ թարմությունը, այդ աշխուժությունը ունենանք, պահենք։ Երբեմն ընտանեկան քաշքշոցները, եկեղեցական քաշքշոցները, կյանքի բերումները մեզի այնց թեքթքում են այս կոմեկում, մեր թարմությունները առնում են։ Բայց կրկին եւ կրկին մենք պետք է գանք Աստծո ներկայությանը այդ թարմությունը վերցնենք։ Եվ ճիշտ մեկ ասում է, այնպես քարոզեք, որ Հիսուսը երեք խաչվել է, այսօր հարություն արել եւ իրան հանդիպել է այդ թարմությունով։ Մենք այդ հոգեվոր այդ թարմությունը պետք է պահենք։ Ուրեմն Տեր Հիսուսը աշակերտներին այդպեսի լուրջ ասավ. Արթուն կացեք, աղոթեք, որ փորձության մեջ չմտնեք։ Եթե քիչ աղոթենք, փորձանքներ կգան, կասկածները կգան, չարի ձեռքը մեր կյանքում կհայտնվի։ Բայց եթե աղոթող մեկերնենք, չարը կգա, բայց հաղթությունը քեզ հետ է։ Եթե աղոթող մեկերնենք, այո թշնամին գարցակվե, իր բնության համաձայն գարցակվե, բայց քո ֆիդբեքը տարբեր կելի քան թե որ չես աղոթել։ Եվ դրա համար մենք պետք է աղոթքի մեկերներ լինենք։ Եվ դրա համար մենք պետք է այսօր աղոթենք, որ Տեր ավելի ես ուզում եմ ջերմերանդությունով քեզի ծառայեմ, նվիրված քեզի, քո կամքը, քո արքայությունը առաջնաերթ է։ Գիտես, եթե դու քո կյանքը նվիրես ամբողջապես Աստծուն, Աստված քեզ համար կարճ չի գա, ժամանակի մեջտեղ կգա իր ձեռքը քո կյանքում կհայտնի։ Ես հիշում եմ, երբ որ Պարսկաստան թողնում էի մատ եղբայրներից ինձ ասավ, եղբայր, եթե ես Ամերիկա կապել ես մատ եկեղեցու, որ քեզի հովանավոր է, որ հետասնդի հովություն անես ու քեզի վերջապես ծախսերը դոգան։ Ասամ, հա, մատ ընկեր ունեմ, իրան ասեր եմ, ինքն իմանում է։ Ասավ, վեյ աղբեր, Ամերիկա է, աղբոր չի ճանաչում, դու ընկերի վրա ես հույս դրե։ Ասամ, ախ, մեր ընկերությունը շատ հին ժամանակվա ընկերություն է, կելնի իր վրա հաշիվ արած։ Ես ասամ, մեն ասավ շատ քաշքելուց հետո հասկացա, որ Հիսուսի մասին եմ խոսում։ Եվ Տերոջ փառք,
դրամապես պակաս չունենք, որտեղ նայում ենք Հիսուսին, նայում ենք Տերոջը, նա է մեծ վարձադրում, նա է մեզ համար հոգս անում, մեր գործել ծառայել է, մեր ծառայություն դերից է կազմանում ենք։ Եվ նա իր հավատարմությունը ցույց է տալի։ Եվ այդպեսով այդ Տերը մեզ համար մտածում է, դասավորում է, եւ երբ որ մեր ձեռքը նրա հետ է, կգա մեզ համար փոթորիկներ, կգա դժվարություններ, կգա կրակներ, բայց Տերը այդ ամբողջից մեզ կազատե ու կանցածնե։ Ինչպես Տերոջ խոսքը ասում է, կանցնես ջուրերից, կանցնես կրակներից, բայց Տերը քեզ չի թողնի եւ քեզ կազատե։ Ինչպես Իսրայել ազգը ծովերից անցան, ինչպես Սեդրակ Մեսակ Աբեդնագովը կրակից անցան, ինչպես Դանիել գնաց արյուններ գուպի ներսը, բայց Աստծո ներկայությունը ընդ պայմաններ փոխում էր։ Մեր կյանքում կգա նեղություն, կգա դժվարություն, չարի արձակումը կգա, բայց երբ որ մենք հաստատ ենք, փորձության մեջ չենք մնալ, այսինքն դեռ հաղթական դուրս կգանք։ Եվ այդ հաղթությունը նրանց համար է, որ արթուն են, նրանց համար, որ աղոթող են, նրանց համար են, որ ջերմերանդությունով Տերոջ հետևում են։ Եվ Տերն այդ ընկերն է, բարի մեկը նա որ ինքն ասավ, դուք իմ ընկերներս եք, հարազատ ընկերներս եք, իմ սրտի եղած խնդիրները ձեզ հետ կիսվում են։ Եվ ինքը Տերը պաշտպանող Տերը, որ մեզ պաշտպանում է եւ իր բարի ձեռքը մեր կյանքում Երևան է բերում։ Գործ Կարաքելոցում ասում է, սրանք ամենքը միշտ միաբան աղոթք եւ աղաչանք էին անում կանանց հետ եւ Հիսուսի մայր Մարիամը եւ նրա եղբայրների հետ։ Այսինքն երբ որ Տեր Հիսուսը մեռելից հարություն էր առել, ուրեմն այդ եկեղեցին, աշակերտները, կանանք, Մարիամը մոտ 120 հոգի Հիսուսից խոսք էին առել, որ Երուսաղեմից չերանակ, սպասեք Սուրբ Հոգու լեցելությանը։ Նրանք ամբողջ ջերմերանդությունով աղոթում էին։ Եվ հատկապես այդտեղում, որ ասում է, որ անընդհատ աղոթում էին, սրանք ամենքը միաբան աղոթք եւ աղաչանք էին անում, այսինքն հարատևում էին աղոթքի ներսը։ Էդիկ հունարեն բառում, այսինքն շարունակում էին, հետապնդում էին, չէին կապ տալի։ Այսինքն շարունակ այդ աղոթքների ներսը շարունակում էին։ Եվ Տերոջ ներկայությունն խնդրում, սպասում Սուրբ Հոգու լեցելության։ Տեր, դու մեզ ասար սպասեք Երուսաղեմում Սուրբ Հոգով գլեցվեք, այդ ինչ փորձառություն է, մենք ուզում ենք այդ ունենանք։ Եվ երբ որ այդպեսով ջերմերանդությունով, լրջությունով, արթուն մնալով, երկար աղոթելով, ձեր չքաշելով, աղոթքը այսինքն իրաց ամենաառաջին ու կարևորագույն խնդիրն էր, եւ այդ ժամանակ ասում որ Սուրբ Հոգու ներկայություն եկա Պենտեկոստեի օրը, եւ աշակերտները ամեն մեկը Հիսուսանման դարձան, Հիսուսի նման էին քարոզում, Հիսուսի նման հրաշքներ էին անում։ Գրված չի, որ Հիսուսի շվակից մարդիկ ուզում էին բժշկվել, բայց գրված է, որ Պետրոս, որ անցնում էր, մարդիկ միջով ասած իր շվակից էլ ուզում էին գային, որ այդ շվակը ընկնե իրանց վրա, որ բժշկվեին։ Այսինքն Տերը այդպեսի օրհնություն ու պատիվ ու օծություն էր տվել իր ժողովրդին ու իր աշակերտներին, ոչ թե միայն առաքյալներին, հետո ուրիշները, Փիլիպոսը, ուրիշ մեկերը, Ստեփանոսի քարոզով մի ամբողջ ազգ դղրդումի էր եկի, հարցի տակ էր իր հանցանքն ու իր կրոնական կապերն էր տեսնում եւ կարիք էր զգում Հիսուսի ազատագրությանը։ Ուրեմն որ Սուրբ Հոգին գա, մարդիկ փոխվում են։ Եվ այդ որ մեր անունը պենտեկոստական եկեղեցի է, բայց մենք շատ քիչ ենք այդ առավելությունից օգտվում։ Մենք Սուրբ Հոգով լեցվում ենք, շատ ժամանակ այլ մարդկորեն չգիտենանք ինչ ենք աղոթում, բայց լեզուներով կարող ենք միշտ աղոթենք, միշտ աղոթենք, միշտ աղոթենք։ Եվ երբ որ լեզուներով աղոթում ենք, հայտնություն է գալի։ Երբ որ լեզուներով ենք աղոթում, Աստծո խոսքի բացումն է գալի։ Եվ այդ որ կարիք ունենք մենք ջերմերանդությունով աշակերտների մոտ աղոթենք Տեր ինձ Սուրբ Հոգով լեցրու, հատկապես Պենտեկոստեի օրերը մոտ կանում է, մենք որպեսզի պենտեկոստական եկեղեցի պետք է աղոթենք Տեր քո կամքը տա Սուրբ Հոգով լեցվեմ, քո խոստումը Տեր։ Ես ուզում եմ Սուրբ Հոգով լեցվեմ, որպեսզի քեզ լավագույն ձևով կարողանամ փառավորեմ։ Եվ այդ մեր բաժինն է, մեր իրավունքն է, որ այդպեսով նվիրվենք Տերոջը եւ իրան փառավորենք։ Տեր Հիսուսը տարբեր առակներ ասավ. հարցրեք, պատասխան կառնեք, որոնեք, կգտնեք, թակեք, կբացվի ձեզ համար։ Երբ որ դու շարունակ աղոթում ես, քո աղոթքիդ պատասխանն կտա։ Եվ այդ ձևով Տերը անընդհատ մղում է մեզ, որ աղոթենք։ Եվ մենք կարիք ունենք անընդհատ աղոթելով, որոնելով, փնտրելով, թակելով, մեր խնդիրներ բերենք Աստծուն, եւ նա չի ուզում մեզի դժվարության գցել, բայց ուզում է մենք հոգեորապես աճենք։
Եվ գանք են կացության ներսը, որ մենք Աստծո ներկայությունով ողողված կարողանանք իրեն փառավորենք։ Եվ այդ մեր մասն ու բաժինն է, եւ Տերը ինձ է ասում։ Ղուկաս ավետարան 18-րդ գլուխում ընդդեմ Տեր Հիսուսը մատ ուրիշ նմուշ ասում։ Այդ որբե վայրիկինը եւ անարդար դատավոր ասում, այդ ձևով ասում է, որ այդ կինը անցած գնաց պահանջավ, ասում այն արդար դատավորը, ասավ թեև Աստվածանից վախ չունեմ, մարդկանցից հոգ չեմ տանում, բայց այս կինը անցած գալիս հենց խանգարում է իր ուզածը տամ ազատվեմ։ Եվ այդ ձևով Տեր Հիսուսն ասում է, որ այդ ասելով ասա, որ միշտ աղոթեք, որ ձեր երկնային հայրը տեսեք այն անարդար դատավորը ինչ ասում, ասում որտեղ շարունակ պահանջեց իր ուզած իրան տրվե։ Եվ ասում ձեր երկնային հայրը որքան ավելի շատ իր օտիալներին շատ շուտով պատասխան կտա։ Տեսեք քանի հատ բաներ ավելացնում։ Ձեր հայրը իր օտիալներին որքան շուտ պատասխան կտա եւ այդ մեր բաժինն է, մեր բաժինն է։ Եվ հետո որ սիրելիս մեր մասնետիա որ Տեր Հիսուս խոսքն ասում միշտ աղոթեք, հարատև աղոթեք։ Աղոթելով մենք ճիշտ է տարիթը ստեղծենք, որ ավելի Աստծո փառքը մեր կյանքերում Երևան գա։ Հետո առաջ ուրիշ համարել նայենք։ Հռոմեացիս 12:12-ն ասում է հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, աղոթքում հարատևեցեք։ Դες Պողոս առաքյալը տարբեր եկեցումից նույնը գրում է աղոթներին հարատևեցեք, շարունակեք։ Եվ մի թերանա, մի գոքնեք, մի ձանձրանա։ Եվ այդ ձևով մեզի մղում ան որ աղոթենք։ Իմանում եք աղոթքը երբեմն դժվար բան է, մենք Աստծո ներկայության մնալը դժվար է։ Այդ մատ առիթը մենք սովորում ենք, հարատևում ենք, երբ որ սկսում ենք աղոթքի ներսը աճել, առիթը ստեղծվում որ արդեն գանք հայտությունների գանք հոգևոր աշխարհքը։ Գանք տեսնենք այն հոգևոր աշխարհքում ինչը անցուդարձանում։ Գիտեք շատ ժամանակ մենք մարդկորեն ենք տեսնում, աշխարհում սատանան չկա։ Սատանա ով է։ Մենք հոգևոր սա դա նալմասանք սատանա։ Այն մարդիկ է։ Բայց իրականությունը Սուրբ Գիրքը բարակույրերն են կոմախվում ցույց տալու որ դևային ուժեր կան, որ մարդկանց խափում են եւ ուժեղ ձևով նրանց դեպրեսիա են տալի, հիվանդություններ են տալի, շեղումներ են տալի, մեղքիներն են գցում եւ հազար ու մի ձևով ավստամբությունների են քաշում։ Եվ այդ ձևով մենք երբ որ աղոթում ենք կարող ենք այդ հոգևոր աշխարհը տեսնենք եւ իմանում ենք որ աղոթքը ինչքան կարեւոր է եւ մենք պետք է աղոթքի ներսը շարունակենք։ Առաջ երթանք մատ ուրիշ համայլ նայենք։ Եփեսացիս թուղթում ասում է ամեն աղոթքով եւ աղաչանքով աղոթք կարեք ամեն ժամանակ հոգով եւ սորանով հսկեցեք բոլոր հարատեվությամբ աղաչանքով ամեն սուրբերի համար եւ ինձ համար էլ Պողոս առաքյալն ասում է ինձ համար աղոթեք որ ինձ խոսք տրվի իմ բերանը բանալու ժամանակ որ համարձակությունով այո հասկացնեմ ավետարանի խորհուրդը ասում է ամենս աղոթենք եւ ասում է սուրբերի համար աղոթենք այսինքն եկեղեցին իրար համար պետք է աղոթի ով որ այդ աղոթքի տպավորությունն ունի հոգևոր աճումն ունի ուրիշների համար աղոթում է ոչ թե ուրիշներին դատում ա մեղադրում ա հեր չես գալի ինչ ես անում երեսքան թերություն ունես աշխարհիկ վարքերդ ինչա ինչ այդ բաներ անելու փոխարեն աղոթում է ուրիշների համար որտեղ իմանում ա որ չարի հարցակումը կա չարի խանգարումները կա եւ մենք պետք է աղոթքով հսկենք եւ այդ ձևով մի հատ մեր գործն է որ դրա փոխարեն որ դատենք պետք է աղոթենք մարդիկ շատ ժամանակ առանց որ իմանան իրաց դիրքն ինչա սկսում են ուրիշներին դատել Մենք ուրիշներին դատում էր իրան ասան որ ուրիշներին մի դատի հերես դատում ասավ ես ինքս դատավոր եմ ղազի եմ գործս դատել է ասավ ուրեմն դատավորս ճիշտ դատի հիմա եթե դատում ենք էլ ճիշտ դատենք բայց մեր գործը դատել չի այո մեր գործը ինչ է բարեխոսել է աղոթել է եւ ասում է իրար համար աղոթեք մենք ինչքան ենք իրար համար աղոթում անունով կարող ենք իրար իշենք աղոթենք կարող ենք տեղերով իրար դեմքով իշենք իրար համար աղոթենք Եվ այդ մեր մատ կարևորագույն մեր պարտականությունը աղոթել ջերվերանդությունով իրար համար, իրար խնդիրների համար, իրար դժվարությունների համար, եթե բժշկության խնդիր կա։ Ես որպեսզի հովիվ տարբեր անգամներ ձեզ համար աղոթում եմ, տարբեր առիթներում, հատկապես որ մեկի կյանքից էլ տեղյակ եմ հատուկ խնդիր ունի, բացառիկ աղոթներում Աստծո ներկայության բարեխոսություն եմ անում, որ Տերոջ ձեռքը մեջտեղ գա, բայց դուք էլ պետք է աղոթեք։
Եվ դրա կողքին Պողոսն ասում է աղոթեք իրար համար եւ ինձ համար աղոթեք, որ ես կարող եմ իմ ծառայությունն անեմ։ Այսինքն կարևոր է։ Եվ դրա համար մենք պետք է աղոթքի անհատներ լինենք եւ արցուն զգաստ, այսինքն ոչ թե զբաղված ենք մեր կյանքով, մեր հոգսերով, մեր խնդիրներով, մի հատ էլ եկեղեցի ենք գտնում, եկեղեցի է եւ ժամ է լավ, եւ առիթ է լավ։ Անցյալ շաբաթ եմ եկեղեցի եկել, ինչ խաբար եմ, քանի անգամ եկեղեցի եկանք։ Որոշներ որ զատիկ են եկեղեցի հետում, իրանց որ շատ անհասկանալի, որ ամեն կիրակի շաբաթ երկու եւ այդ ձևով մեր մասսա է, որ մենք լրջությունով աղոթենք եւ Աստծո արքայության գործեր առաջնահերթ տնենք։ Եվ դրա համար, եթե մենք ասենք վաղվանից ծրագրում ենք մեկ շաբաթում աղոթք ունենանք, ոմանք չեն գալիս, տեղյակ չեն, ասեն չեն հետաքրքրվում, որ տեսը բան կա, եթե տեղյակ են ինչքան կմասնակցեն չգիտեն։ Եվ ճիշտ երբեմն ոմանք գալիս են ճիշտ հատուկ մտածել ագերբով եղբայր ջան, այդքան քարոզել կարիք չի, մենք աղոթենք Աստծո զորությունը մեջտեղ գա։ Հետո օքեյ, մեր անգամ աղոթում դզում իրանք էլ չկան։ Ասում եմ, ես ուզում ձեր նման ծառայիմ քո պետք է եկեցի շատ ավակվեր ու արուրավոր նման եկեցեր ավակվեին։ Այո, լավ է մենք աղոթենք Աստծո զորություն մեջտեղ գա, տեղին քարոզում ենք, տեղին վկայում ենք, տեղին ծառայում ենք, ամեն գործ անում ենք Աստծո արքայություն առաջ երթա այդ կարևորագույնն է։ Եվ դրա համար մեր մասն է դիավորսերներ իրար համար ջերմերանդությունով աղոթենք եկեղեցու մեծ գործերից էլ դա որ իր հովի համար աղոթի, իր առաջնորդների համար աղոթի, պետք է աղոթենք։ Եվ իհարկե առիթ եղավ ավելի կասեմ պատճառն ինչ է, թույլ տվեք առաջ երթանք մյուս համարներն նայենք։ Առաջին Թեսաղոնիկեցիս 5:17 կարճ համար է, անդադար աղոթք արեք, անդադար աղոթեք։ Պողոս առաքյալի մատ խոսքերից, անդադար աղոթեք, միշտ աղոթեք, հարատև աղոթեք։ Այսինքն այս մեծ կարևորագույն բաներից է։ Դրա համար ձեզ քաջարում եմ դուք ժողովում երբեմն շուտ արեք ստե նստեք աղոթեք ժողովրդի համար որ պետք է գան, հյուր հրավիրեք, մասնակցեք, ջերմերանդությունով ձեր ծառայությունը արեք եւ այդպեսով աղոթեք, Տեր ուզում եք այսօր բացառիկ ժողով ունենանք։ Եղբայրս ով որ ուզում եք այն մաքար ուզում է լավ քարոզի, ժողովուրդ գալիս են օրհնվեն, Տեր քո ներկայությունը գա այսօր մեզ համար բացառիկ ժողով ելնի։ Երբ որ մենք այդպեսի ծառայությունով սկսում ենք գալու աղոթել, իհարկե որ Սուրբ Ոգին փառքով մեջտեղ կգա։ Որոշ եկեղեցիներ անընդհատ մարդիկ իրար հետևից չարախոսություն են անում, իրար դակառակում են, հովի հետ են հակառակում, գալիս են եկեղեցի աստ չունեն իրար հանդիպել հետել, դա ինչքան սարսափելի է, եւ սպասում են, որ այդ ժողովը հաջող ժողով լինի։ Ես ուրախ եմ, որ տեսը մթնոլորտ մեր մեջ չկա։ Եվ մեր բաժինը սա է, որ այդ տակ քաղցր հոգեբանությունով գանք եւ Տերոջը փառաբանենք, եւ թող եկես վերջի համարով մեր խոսքը մեր փոքր ավելի առաջ երթա ու հետ ավարտի գաստացնենք։ Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին, սատանան, գոռոզ արյուծի պես ման է գալիս եւ որոնում է, թե որին կուլ տա։ Արթուն եղեք, հսկում արեք։ Երկու հատ հրաման է, արթուն կացեք, այս հրաման է, Տերոջ խոսքն այդպես ասում, եւ հսկում արեք։ Հսկում այսինքն հսկեցեք։ Հսկում այսինքն մեկը որ զգաստ է, հասկանում է, ինչ որոշում կանի։ Դրա հակառակը մեկեր որ օղի խմում հարբում են, զգաստ չեն, այսինքն ինչ անցում շրջակայքը չեն հասկանում, մատ ուրիշ աշխարհքում են։ Այդ զգաստությունը ձերից տվերից որոշումները ճիշտ որոշումներ չի, ճիշտ ընտրություններ չի, իրանց արտահայտությունները խոհեմ ու խելացի խոսքեր չեն, ըտանք զգաստությունից հեռու է։ Շատ ժամանակ մարդիկ տպավորված աշխարհի գոքեբանությունից մի խոսքեր են խոսում, մի գործեր են անում, որ զգաստ մեկի վարք չի, ճիշտ որոշումներ չեն անում։ Եվ երբեմն մենք այդպես ենք ելնում։ Կամ քնած մեկը որ չի անում շրջակայքը ինչ է անցում։ Եվ հատկապես հոգևոր քնած ավելի խորը խորհուրդ ունի, որ չի անում սատանան ինչ գործ է անում։ Աշխարհում ինչ գործանում, եկեղեցում ինչ գործանում, կարող է քո կյանքում այդ խնդիրներ առաջ բերել։ Երբ որ դու արթուն ես, այդ լավը զգում ես, տեսնում ես, զանազանում ես, եւ կարող ես դրա դիմաց կայնես, կարող ես աղոթես։ Եվ դրա համար մենք կարիք ունենք այդ զգաստությանը, որ բոլորովին առիթ չտանք, որ այդ բացասականությունները գան եւ մեզ տիրապետեն։ Եվ այդ տեսնումը Պողոս առաքյալը գրում ասում է, որ սատանան ճիշտ այդ գոռոզ կամ գոռող առյուծի նման ուզում է մեկին ճարե եւ ապշտակե։ Եվ
Այդ ձևով մենք ունենք մեծ առավելություններ, բայց ունենք թշնամի։ Այսինքն մենք ունենք Աստծո որդին, որ մեզ օրհնող է, մեզ պաշտպանող է, մեզ փրկել է, մեզ համար հավիտենականությունը կարգ է, բայց ունենք թշնամի, որ աշխատում է մեզի խլե այդ կացությունից։ Եվ այդ է, որ մեր արթուն կացությունը կարևոր է, որ արթուն ելնենք չարի դիմաց կայնենք։ Եթե ոչ, այդ որ ստացել են կարող է մեզանից առնվի ու խլվի։ Ասում են, երկու հատ ընկեր անտառում էին, ուրեմն տեսա մատ վագր գալիս է, մատ ընկեր կզվա վիրակոշիկի թելեր կողպում էր, որ փախնե, ընկերն ասա, տես ընկեր ջան, նեղություն մի քաշի, միջև հիմա որևէ ասված ու լուրջ չի եք, որ մի ոքի կարող է վագրից առաջ տա։ Ասավ ընկեր ջան, վագրից չեմ ուզում առաջ տամ, ես քեզանից էլ առաջ տամ բավականս է, որտեղ վագրը մի ոքի ուտելու։ Հիմա սատանան այդպեսի հոշոտող արյուծի նման է, դերից բրտուն չկա, եթե Աստծո շնորհքը չելնի, եթե Աստծո ներկայությունը չելնի, եւ հետա որ մենք կարիք ունենք այդ ներկայությանը, որ այդ միայն արթուն լինող եւ զգաստ մեկը այդ հակոստն ունի, այդ զենքն ունի, այդ զինավորությունն ունի, որ կարող է սատանայի եւ չարի ամբողջ հարձակումների դիմաց կայնե։ Գիտեք, կյանքի բերումները մեզ երբեմն այնքան քաշքշում է սկոմենքոմ, որ մենք չենք կարող շատ կենտրոնացած մետեղ մնանք։ Մի ժամանակ է գալի, որ մտածում ենք, աշխարհը գիտության աշխարհ, ես կարիք ունեմ գիտություն ստանալու, ուսումներ, լայսենսներ, ուրեմն զբաղվում եմ դասի ու սովորելու բան։ Հանկարծակի հիշում եմ, որ չէ, կարիք է առողջությունն էլ պահել, դու պետք է առողջ լինես, լավ է, ես պետք է առողջության համար ուտելիքը բանը ծրագրում եմ, դրանց մտածեմ։ Եվ ասում, պետք է մարզանք ունենաս, շաբաթ ինչքան սար է տաս, ինչքան մարզանք անես էսեն։ Ես դրանցով զբաղվում ես ու բան, ասում կյանքի եկամուտը լուրջ խնդիր է ու բան։ Մտածում եմ եկամուտի մասին ու բան։ Հենց դրանով զբաղված եմ ենք ու տեսեք, կյանք առանց ճամփորդության դադարգի։ Պետք է ծրագրեմ ճամփորդություններ տալու։ Ամեն խնդիրը թափում է գլխից չեմ ման միջը, կարծես դա սար է տամ, հերախոս ձեռում սելնի, զանգեմ մատ տուն առնելու համար մտածեմ, եկամ ինձ մատ գործի համար հոգ ստանեմ, ամեն ինչ խառնում է։ Հետո ասում են, տես քնելը կարևոր է, դու ժամանակին հանգստանաս։ Հետո հիշում որ պետք է եկեղեցում էլ ծառայություն անեմ, գալիս է եկեղեցում, հետո քաշում հանգիստ քնում եմ, որ ամենը միասին արածել լինի։ Երբեմն մենք աշխարհի խնդիրները մեզ քաշքշում է, այս կողմենք, մեր ուզենք էսել ենք, մեր ուզենք ենել ենք։ Աշխարհը շատ բերումներ ունի եւ երբեմն մեր կենտրոնացումը դժվար է պահել, բայց այդ ամենի վրա մենք պետք է գագաթնակը դրենք Աստծո արքայությունը, նրան փառավորելու, նրա համար ապրելու եւ այդպեսով նա մեր կյանքում մեծ արվի ու փառավորվի։ Ուրեմն տեսեք, ինչքան կարեւոր է, որ մենք աղոթքի ներսը պետք է ջերմերանդել ենք։ Հերո մնաք փորձանքներից, կարողանանք ճիշտ մեր կացությունը պահենք եւ սատանայի գործերը խանգարելով բարեխոսություն անենք ուրիշների համար եւ Աստծո արքայություն առաջ գնալու համար կայնեն եւ այդ ձևով Տերոջը փառաբանենք։ Հալելույա։